վատ անակնկալ են արել։ 4 օր առաջ առավոտյան Վազգեն Այվազյանն իր բնակարանից սովորականի պես դուրս է եկել, որ աշխատանքի գնա, բայց հասկացել է, որ մեքենան վարելու ենթակա չէ։ Տեսեք ինչ է էլի, ինչա մնացել ավտոմեքենայից, շահագործման համար հիմա ինքը պիտանի չի, մինչև իր վրա լուրջ գումարներ չծախսվեն։ Հետաքրքրվել եմ մոտավոր, եթե իրան ձեռք բերես նոր վիճակում, բավականաչափ թանկ է լինելու, օգտագործվածներ ձեռք բերելու դեպքում եւ վերականգնելու դեպքում մոտ 1 միլիոն դրամի վնաս է հասցվել։ Ասում է, թալանողն այնքան ժամանակ է ունեցել, որ առանց շտապելու նախ համարանիշն է հանել, դրել մեքենայի վրա, հետո նոր հանգիստ անցել իր գործին։ Երևի վստահ է եղել, չի բռնվելու։ Տարել են իր կապոտը, շիթը եւ զույգ ֆարերը, որոնք բավականաչափ թանկ են վերավաճառողների մոտ, չգիտեմ, վաճառողների մոտ։ Վազգեն Այվազյանն անմիջապես ոստիկանություն է դիմել, եկել են արձանագրություն կազմել, ստուգել տարածքում տեսախցիկներ կան թե ոչ ու հեռացել։ Մեքենան տարել է այլ վայրում կայանել, որ գոնե չգողանան այն, ինչ մնացել է մեքենայից։ Քննիչը միայն 3 օր անց է կապվել թալանված քաղաքացու հետ ու հարցաքննության կանչել, հետո եկել դեպքի վայրը զննել ու տեսնելով, որ մեքենան տեղում չէ, հեռացել է։ 3 օր անց դու չես կարող ինչ-որ բան գտնել այնտեղ, որտեղ ավտոմեքենան արդեն կայանված չի, այնտեղ, որտեղ մաքրություն արել, չգիտեմ, թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցը ու զուտ նկարահանեցին տեղանքը, տեսան, որ բակում տեսախցիկ չկա եւ վերջ։ Տարեկան քանի ահազանգ է ստացվում մեքենայի թալանի վերաբերյալ ու ինչ ընթացք են ստանում նման դեպքերը, ոստիկանությունից մեր հարցերին ի պատասխան հորդորեցին դիմել գրավոր հարցմամբ։ Սոցցանցերում Վազգեն Այվազյանի մեքենայի վերաբերյալ գրառմանը շատերն են արձագանքել, նույնատիպ ձեռագրով թալանի տարբեր դեպքեր են պատմում։ Ասում են, հույսը պետք է կտրի, որ ոստիկանությունը կբացահայտի թալանողին։ Շատ դեպքերում քաղաքացիները ոստիկանություն արդեն չեն էլ դիմում քաշքշուկից խուսափելու համար։ Որոշ քաղաքացիներ հայտնում են, որ մեքենաների գողացված մասերը համացանցում վաճառքի են հանվում։ Ասում են, հաճախ իրենց մեքենայի գողացված մասերի վաճառքի վերաբերյալ List.am կայքում հայտարարություններ են տեսնում։ Վազգեն Այվազյանը եւս փնտրել է իր մեքենայի մասերը այնտեղ, դեռ նման հայտարարության չի հանդիպել։ Անգամ դիմացի շենքի տեսախցիկի տեսագրությունն է հանել, որ փոխանցի քննիչին, բայց դա նրան չի հետաքրքրել։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով գողության հատկանիշներով։